Հրապարակորաթերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանին կտեղափոխեն հիվանդանոց։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան խուզարկություններ են ընթանում Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։ Ավելի ուշ մամուլում սկսեցին տարածվել տեղեկություններ, որ Քոչարյանը եւ որդին Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Ավելի վաղ հայտնել ենք, որ նաեւ տարածվող տեղեկությունների իրավապահները ներխուժել են նաեւ Լևոն Քոչարյանի կնոջ երգչուհի Սիրուշոյին պատկանող Պրեգոմեշ ընկերություն։ Ներից մեկը նշել էր, կարծեմ իշխանություն լրատվականը, որ պատրաստվում է գործողություն Քոչարյանների նկատմամբ։ Ասում էին, որ Լևոն Քոչարյանի սուր ելույթին է հաջորդել արդեն պլանը էս։ Ի վերջո ինչ են ուզում Քոչարյաններից, արդյոք այդ ունեզրկման ծրագիրը, որ Ծառուկյանի, Կարապետյանի դեպքում են փորձել աշխատեցնել, նաև Քոչարյաններին կվերաբերվի, եւ տեղյակ եք ովքեր են այդ 6 ձերբակալված անձինք, որովհետեւ հակապարտության կոմիտեն 6 անձի մասին է։ Տեսեք, ինքը հարցը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ, ու ավելի խորքային հասկանալ ինչա կատարում։ Իրականության մեջ կառավարության ղեկին հայտնված անձը 3 հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու եւ Թուրքիայի Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4 հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ այս ճանապարհին նաև հայտարարել է բացահայտ Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, սրանց տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի դաշտը մաքրել, կարողանալ այս հակահայկական, հակապետական ծրագիրը իրականացնել։ Սա պետք է նայել այդ շրջանակներում։ Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, այն մյուս օրը մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ազատության մեջ պետք է լինի։ Իհարկե, ես չեմ կարծում այս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, սա գործընթաց էր, երեք հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված այն մյուսին են անելու։ Ու այս հակապետական խոշոր հանցագործությանը, այո, ամբողջ, երեք ինքը անընդհատ բողոքում էր, որ բոլոր ուժային կառույցները անվերապահորեն կատարում են իմ ապօրինի հրահանգները, բացառությամբ դատարանների եւ այդ դատարանների հարցը պետք է լուծեն։ Ինքը երեք ամբողջ իր ելույթի խորքը նվիրված էր նրան, որ սպառնում էր դատավորներին, որ եթե իմ ասածները չեք անում, ուրեմն նախկիններից կաշառք եք վերցնում։ Այս էր այս մարդու թեզը։ Ինքը այս վերջ շրջանը որ շատ է շփվել Ալիևի հետ, ձգտում է Ալիևի պետական համակարգային ինչ-որ կա Ադրբեջանում մեկ մարդու բռնապետություն բերել Հայաստան։ Մտածում Ալիևից ինչով են վատը, եթե այնտեղ կարա մի ընտանիք մի հոգի բոլորին փակի բռնապետություն հաստատի երկար ղեկավարի, այդ մի հոգին էլ ինձ ամեն ինչով աջակցում է, նույնիսկ Հայաստանում անում։ Ըստ էության Հայաստանում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ճանապարհին։ Ասում եք ինչպես եք միլիոնատեր դարձել, ես ուզում եմ հասկանամ, անձնական խնդիր չի, քաղաքական հարց է։ Գիտեք, ցանկացած ապօրինություն, որ անում են, ինչ-որ հարցադրումներ պետք է անեն։ Օրինակ քիչ առաջ ես տեսա քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը 8 տարի այդ հաղորդագրությունը տարածում է։ Այդ գործն էլ կարծեմ ապօրինի գույքով անցնում է։ Չէ, այսինքն այդ ապօրինի գույքի մասին օրենքը բա ինչի համար էր, եթե դու արդեն սկսել ես առանց դատարաններ ես ճանապարհով խլել, այդ օրենքի իմաստը ո՞րն էր առհասարակ։ Սաղաթելյան, խորհրդարանական ընդդիմության անելիքը Ես ասենց մի հատ հարց տամ, էլի, եթե Քոչարյանի ընտանիքը չզբաղվեր քաղաքականությամբ, կանցներ ես ամեն ինչ ինչու։ Ստեղից պետք է նայել։ Պարոն Սաղաթելյան, քանի որ այսօր գրառում եմ կարդացել, կոնկրետ չեմ հիշի Facebook-յան որ օգտատերներ, բայց որ փնտրեք կգտնեք, նշել էր Նիկոլը բոլորի հետևից գնալու էր, դրա համար էին ասում, պետք չի լեգիտիմացնել եւ այսպես ասած ընդդիմություն դառնալ Նիկոլի համար։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունը ի վիճակի է այս ձեր մատնանշած սցենարները, որ բոլորի հետևից գնալու։ Այդ ձևակերպումը, որ Նիկոլի համար ընդդիմություն դառնան, թող շատերը այդ հարցը իրենք տան։
Եթե Նիկոլի համար այս ընդդիմությունը շատ ձեռնտու եւ կոմֆորտ ընդդիմություն ուներ, այս հալածանքներին չէր տրվի, այս ամեն ինչը դրա պատասխանն է, հետեւաբար չի կարելի ամեն անգամ իրանց մեջտեղ բերած թեզերը կրկնել ընդդիմադիր դաշտում։ Մանդատը կպաշտպանում կա պատգամավորին այսօր օրինակ։ Տեսեք, մանդատը պատգամավորին պաշտպանելու համար չի, մանդատը մի փոքր էս ընդհանուրի մեջ գործիք է, որպեսզի կարողանաս երկրում հասնես փոփոխության։ Դա արդյոք բավարար է փոփոխության հասնելու համար, միանշանակ ոչ։ Մենք չենք ասել այդ մանդատն լինելու մեր երկրի փրկության ճանապարհը, մենք ասել ենք դա հնարավորություն է, դրան պետք է ավելանա փողոցային պայքար, համաժողովրդական պայքար, կարողանանք մեր ժողովրդին կազմակերպել, խոսել, բացատրել, օրինակ մարդը հայտարարել է, որ հանձնում է Տիգրան Աշենը։ Արդյոք դա կոնկրետ իվենտ է, որ դրա շուրջ պետք է մեր հասարակությունը համախմբվի, դուրս գա, մերժի եւ հասնի փոփոխություն։ Հնարավոր է այս ամուկ գործողություններ դրա խնդիրը ստերելու նպատակն է, Նաեւ ինքը բարբերաբար մի շարք էս կարգին ինֆորմացիաներ ա բերելու դաշտ, նաեւ մեզ զբաղեցնելու։ Տեսեք, օրինակ այսօր խորհրդարանում մենք պետք է քարոքանդանանք իր բերած հակահայկական ու հակապետական ծրագիրը, բայց հիմա առավոտվանից ինչով ենք զբաղված։ Այսինքն իհարկե սա նաև այս մեթոդներով փորձելու մեզ շեղել գլխավոր օրակարգից, որպեսզի ծրագրեր իրականացնենք։ Պարոն Սարգսյանի անդրադառնալով հակապահովության կոմիտեի հաղորդագրությունից, պարզ է, չէ, որ այս խուսափությունները, այս գործընթացը ավելի վաղ է եղել, քան 3 ազգային ժողովի նիստը։ Այսինքն 3, երբ Լևոն Քոչարյանը ազգային ժողովից հայտարարում էր, ասում էր, «Ժողովուրդներ մեզ հարցնում է, Սպիրտ Թավաճանը ինչ է միջև հիմա այդտեղ», այսինքն գիտեք, չէ, որ ըստ էության իրավական գործընթացներ կան նախաձեռնված։ Սա այսինքն նորություն չէ, այն ինչ 3 տեղի ունեցավ։ Ակնհայտ էր, որ այս պրոցեսը վաղուց սկսված էր։ 3 ուղղակի պատճառը դարձել է թերահանգումների տարվեց արած։ Ինքը 3, եթե նկատել եք, ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսին, որ հարց են տալիս, ասում են, դու ինչի ես տեղ նստած։ Քանի հոգու ասում են, ինչի ես տեղ նստած։ Այսինքն հիմա հարց, բայց ինքը ինչ է անդակ նստած։ Այսքան դժբախտություն ու մահ ու ողբերգություն ա բերում այդ ժողովուրդը։ Նկատում եմ, եթե արդյոք գործընթացները սկսված էին, ինչ հրահանգ տալու անհրաժեշտություն կար, որ ասում եք հրահանգ։ Հրահանգը տրված է, դա ակնհայտ է, դա փաստ է, հիմա դուք ինչն եք վիճարկում, ես չեմ հասկանում։ Հիմա 3 է հրահանգ, չէ, ես հարցնում եմ։ Հիմա ինչ տարբերություն, հրահանգը 3 են տվել, թե մի շաբաթ առաջ, թե այսօր առավոտ։ Ակնհայտ է, որ սա եղել է քաղաքական հրահանգով, կոնկրետ նպատակով ու բացատրեցի ինչի համար է այս ամբողջ process։ Պարոն Սաղաթելյան, ճիշտ ասած չոք մի բան էլի ճշգրտում։ Նայեք, ասում եք ընդհանուր պայքարի սպասելիքը, փողոց, խորհրդարան եւ այլն։ Բայց հիմա տեսնում ենք, որ ընդդիմադիր բոլոր այսպես խոշոր խաղացողներին իզոլացման գործընթաց է, չէ՞։ Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, դեռ չգիտենք ինչեր կլինեն։ Ինչպես եք պատկերացնում փողոցային պայքարի գեներացիան, եթե այս խոշոր խաղացողներին արդեն ինքը դուրս է մղել։